2026-ի հունվարի 3-ին ամերիկացիները կայծակնային գրոհով գերեվարել եւ Նյու Յորք են փոխադրել հստակ հակաամերիկյան դիրքորոշում որդեգրած Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոին եւ նրա տիկնոջը Սիլիային, լիդերը, որը հաստատել ու առաջնորդել է հարձակումը, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն է։ Նա իրեն հատուկ հպարտանալու եւ հիացական գնահատականներ շռայլելու ոճով է խոսել ամերիկյան հատուկ ստորաբաժանումների Դելտա խմբավորման կատարած գործողության մասին։ Late last night and early today Անցած գիշեր եւ այսօր վաղ առավոտյան ԱՄՆ զինված ուժերը իմ հրամանով իրականացրել են աննախադեպ գործողություն Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում։ Գերհզոր ամերիկյան ուժերը ցամաքային, օդային, ծովային նախաձեռնել են տպավորիչ հարձակում, այնպիսին, ինչպիսին մարդիկ չեն տեսել երկրորդ աշխարհամարտից ի վեր։ Դա գերզինված ամրոցի վրա Կարակասի սրտում իրականացված գրոհ էր, որի նպատակն է պատասխանատվության ենթարկել դիկտատոր Նիկոլաս Մադուրոին։ Սա հիրավի կարելի է անվանել ցնցում եւ դող ոչ այնքան գործողության տպավորիչ լինելու, որքան դրա քաղաքական հետևանքների առումով։ Եթե ոչ դողում են, ապա առնվազն ցնցված են Վենեսուելայի ավանդական դաշնակիցները՝ Ռուսաստանը, Չինաստանը, Բելարուսը, Իրանը, Հյուսիսային Կորեան։ Մեկ հուժկու գրոհով եւ առանց կորստի ամերիկացիները հանդգնել են ներխուժել ու գերեվարել երկրի թիվ 1 դեմքին ու փոխադրել նրան Նյու Յորք, որտեղ դատարանի առաջ կկանգնեցնեն, իսկապես ապշեցուցիչ էր։ Իշխանությունը Վենեսուելայում ստանձնել է փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը, որը պահանջել է անհապաղ ազատել երկրի լեգիտիմ ղեկավարին։ Մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել նախագահ Նիկոլաս Մադուրոին եւ նրա կնոջը Սիլիա Ֆլորենսին։ Վենեսուելայի միակ նախագահը Նիկոլաս Մադուրոն է։ Վենեսուելայի պետության բարձրագույն ղեկավարությունը, ռազմական բարձրագույն հրամանատարությունը, բոլոր կառույցները միասնական են։ Políticos del poder nacional en Venezuela. Նա ասել է, թե երկիրը պատրաստ է պաշտպանվել, չնշելով Ամերիկայի անունը, փոխնախագահը ասել է, որ կառավարությունը ցանկանում է այլ երկրների հետ հարգալից հարաբերություններ ունենալ միջազգային իրավակարգի եւ Վենեսուելայի Բոլիվարյան հանրապետության օրենքների շրջանակներում։ Aquí hay un gobierno con claridad. Y yo repito y vuelvo a repetir. Սա միակ տեսակի հարաբերությունն է, որը մենք կընդունենք այն բանից հետո, երբ մեր սիրելի ազգը եւ մեր ազատագրող հոր Սիմոն Բոլիվարի ծննդավայր մայրաքաղաքը հարձակման եւ ռազմական ագրեսիայի են ենթարկվել։ Մադուրոն Նյու Յորքյան բանտում է, նրան ամերիկացիները մեղադրում են թմրանյութերի եւ զենքի մաքսանենգության եւ միջազգային ահաբեկչությանը սատարելու հոդվածներով, ինչ կլինի հետո։ Թրամփը ասել է, թե Վենեսուելան միառժամանակ կղեկավարեն ամերիկացիները եւ նրանց համախոհները Վենեսուելայից։ Նպատակն է ոչնչացնել նարկոտրաֆիկի եւ ահաբեկչության ենթակառուցվածքը, երկրի հսկայական նավթային պաշարներից ստացվող եկամուտներով էլ զարգացնել Վենեսուելան կամ ինչպես Թրամփն է սիրում ասել, նորից մեծ դարձնել Վենեսուելան։ Քաղաքական նպատակն էլ պարզ է։ Because we want to surround ourselves with good neighbors, we want to surround ourselves with stability. Մենք ուզում ենք շրջապատված լինել այնպիսի երկրներով, որոնք ապաստան չեն տալիս մեր բոլոր թշնամիներին ամբողջ աշխարհից։ Նավթային ընկերությունները մտնելու են Վենեսուելա, մենք հետ ենք վերցնելու այն նավթը, որը, անկեղծ ասած, պետք է վաղուց հետ վերցնեինք։ We need that for ourselves, we need that for the world, and we want to make sure we can protect it. Ամերիկյան ուժերը ըստ Թրամփի ամիսներ շարունակ պատրաստվել են այս գործողությանը, մարզվել են, ինչի համար կառուցվել է Մադուրոյի նստավայրին նման մի շինություն։ Ամեն բան կատարվել է շատ արագ, մինչդեռ Վենեսուելայի խնդրի լուծումը դժվար թե արագ լինի։ Ինչպես BBC-ն է նշում, հասկանալի չէ, թե ինչ է նշանակում կառավարել Վենեսուելան։ Այս խոստումը կտրուկ շրջադարձ է, քանի որ նախկինում Թրամփը քննադատել է ԱՄՆ-ի քայլերը տարբեր երկրներում ռեժիմներ փոխելու ուղղությամբ։ Հիմա նա վտանգի է ենթարկում իր իսկ նախագահությունը, հավաստիացնելով, թե կվերականգնի տնտեսական անկման մեջ գտնվող հարավամերիկյան մի երկիր, որը տասնամյակներ շարունակ եղել է բռնապետերի հսկողության ներքո։ Ձախողումը Վենեսուելայում կդառնա Թրամփի ամբողջ նախագահության հայեցակարգի ձախողում։